Իշխանությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի իր ենթակաների ձեռքով որոշել, որ կարող է գողանալ ընտրություններին մասնակից եւ անցողիկ շեմը հաղթահարող կուսակցություններից մեկի Բարգավաճ Հայաստանի 5 մանդատ։ Նախագահ մեծ հոդված է գրել, ինչ է հիմնավորում, ասում է քանի որ ընտրությունները ավարտվել է, այդ 3 տեղամասում որ վերաքվեարկություն լինի, ընտրողները քանի որ գիտեն այլևս ովքեր են հաղթել, ով ինչ քվե է ստացել, ընտրողները այլևս կաշկանդված կլինեն։ Այդ նույն տրամաբանությամբ Հովհակիմյան մի բերան բան չի ասում, Նիկոլ Փաշինյան, գիշերը դեռ նույն Մեղրի ընտրատեղամասը փակված չէր, մի քանի ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում էր, Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում եւ հայտարարում է ես հաղթել եմ, բնականաբար ազդելով այդ ընտրողների վրա։ Ընտրական օրենսգիրքն ասում է, եթե որևէ ընտրատեղամասում կան ակնառու խախտումներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալը հայտարարում է այդ ընտրատեղամասի արդյունքները։ Իրակի լույս երկուշաբթի գիշերը, քվեարկությունը նոր վերջացած, գիշերվա 3:30 կարծեմ, բողոք է գնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ այս ընտրատեղամասերում խախտումներ են եղել։ Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ մինչև երեկո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բան չի անում։ Մինչև ԲՀԿ-ն ասում է ախպեր, ես գտել եմ իմ 150 պակասով ձայնը եւ ես անցնում եմ խորհրդարան։ Այդ պահին անակնկալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ափալ-թափալ նիստ է անում ու ասում է չեղյալ եմ հայտարարում այս 5 օր իմ անուշադրության տակ գտնված ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ իրենց արդեն ձեռքի տակ էին այն թվերը, որով տեսնում էին, որ ԲՀԿ-ն անցնում է, ինչ անեն որ ԲՀԿ-ն չանցնի, եկեք 3 ընտրատեղամասը չեղյալ հայտարարել։